Բարև Ֆակտոր TV հյուրը ազգային ժողովի падգամավոր արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդալյանն է, ողջույն, պարոն Խանդալյան։ Նախկին օմբուդսմեն Արման Թաթոյանը հայտարարել է, որ Կիրակի Հովնանավանքում Փաշինյանի անմիջական կազմակերպմամբ կատարվելու են արարքներ, որոնք հանցագործություն են, ըստ էության նա հղում է անում օրենսդրության մի հոդվածի, որ փաստորեն կատարվելու է կրոնական ծես, ծառայողական լիազորությունների օգտագործմամբ, ինչպես դուք կմեկնաբանեք այս մեղադրանքը, խոսքը Կիրակի մասին է եկող եւ վարչապետը այցելելու է այնտեղ։ Ուրեմն հասկանում պատարագին մասնակցելը ինչ իրավական նկատի ունի, որ կարգալույծ է արվել Տեր Արամը եւ չի կարող։ Իսկ ում կողմից է կարգալույծ արվել։ Կաթողիկոսի։ Կաթողիկոսի կողմից չի արել կարգալույծ, արվել է Կտրիչ Ներսիսյանի կողմից, ինչ որ փաստաթուղթ է կամ հայտարարություն է հրապարակվել։ Ես կարծում եմ, որ Արման Թաթոյանը լավ կանի եկեղեցու իրավակարգավորումների եւ եկեղեցու վեհարանը գրաված անձանց կայացրած որոշումների վերաբերյալ ավելի խորը վերլուծություն անի, եթե այդպիսի հանկարծակի այդպիսի մղում եւ ձգտում է իր մոտ առաջացել, որովհետեւ այդ խնդիրները ի բնե են խնդրահարույց, որովհետեւ Կտրիչ Ներսիսյանը չպիտի լիներ վեհարանում, որպեսզի որևէ մեկին կարգալույծ աներ։ Բայց նրանով է կարգալույծ արել, որ չէր կարող կարգալույծ անել Արամ։ Դե խնդիր շատ խորքային են իրականում եկեղեցու խնդիրները։ Եկեղեցու խնդիրները ներսից են եւ այն մարդկանց կողմից, որոնք ըստ էության արդեն 2 տասնամյակից ավելի, 2.5 տասնամյակ եկեղեցին գրավել են, կարելի է ասել, եւ թույլ են տվել հնարավոր ամեն ինչ։ Իհարկե, այս խնդիրների մասին միշտ օդում կախված խոսակցություններ են եղել մեր հանրության շրջանում, մեր հարևանների, բարեկամների, ընկերների շրջապատում, բայց հիմա այդ խոսակցությունները ավելի առարկայական են դարձել, այդ քննարկումները կան եւ ես ուրախ եմ, որ նաեւ եկեղեցու կողմից ներսից են սկսել ձայներ հնչել եւ այդ խնդիրների մասին խոսել, որովհետեւ յուրաքանչյուր ինստիտուտ իմ կարծիքով պետքա ինչ որ պրոգրեսիայի ենթարկվի, հա, պիտի զարգանա։ Բայց պարոն Խանդալյան, ներեցեք, որ ընդհատում եմ, տեսեք, ինչքանով է վարչապետին հարիր ընդհանրապես երկրի ղեկավարին հղում անել, ասենք, մամուլին կամ դե որ իշխանական, հա, լրատվամիջոցեր, մեկին մեղադրել KGB-ի ագենտ լինելու մեջ, մյուսին սեռական մոլագար լինելու մեջ։ Մամուլին չէ, մարդիկ իրանք բան են արել, այս փաստեր են, մարդիկ իրենց բերանով խոսում են փաստը եւ մեկնաբանությունը եւ հարցադրումներ անում, թող այդ հարցադրումներին պատասխաններ տան։ Մինչեւ հիմա որևէ մեկը չի պատասխանել։ Այդ Կտրիչ Ներսիսյանը եթե կարծում է, որ իր զավակ ունենալու վերաբերյալ հարցադրումը մեղադրանք է, թող խոսի եւ ասի, որ ես զավակ չունեմ։ Բայց մեղադրողը պետք է ապացուցի դուք։ Ինչպես մենք դատարանում չենք։ Մենք դատարանում չեն հայ առաքելական եկեղեցու հետևորդները, հայ առաքելական եկեղեցուն պաշտոն զբաղեցրած անձանց հարցեր ունեն եւ այդ հարցերին պատասխաններ արդեն ամիսներ շարունակ չեն հնչում։ Նրանք ասում են քաղաքական արշավ է, քաղաքական արշավ չէ, քաղաքական արշավ եկեղեցին է ինքն իր դեմ սկսել ներսից։ Եկեղեցին չէ, եկեղեցու որոշ կրկնում եմ վեհարանի որոշ անձինք, որոնք գրավել են վեհարանը, արշավ են սկսել հայ առաքելական եկեղեցու դեմ եւ հայ առաքելական եկեղեցու հետևորդների դեմ։ Ներեցեք, բայց ձեր ասածն էլ օդում կախված լուրերի շարքից չի, KGB-ի ագենտ է կամ սեռական մոլագար։ Կա այդպիսի փաստեր, հրապարակեք մենք էլ հարցազրույց է տալիս եւ այդ մասին խոսում։ Հիմա ես էլ կարող եմ ձեզ հարցազրույց տալ եւ կեղծ բաներ ասել, պարոն Խանդալյան։ Ինչու եք ինձ հերքեն, թող հերքեն այդ մարդիկ գնան դատարաններ եւ դատական կարգով իրենց իրավունքները պաշտպանի, թե դրանք սուտ են։ Քանի դեռ ոչ հերքում է հնչում, ոչ որևէ իրավական բան են նախաձեռնում, ուրեմն պիտի ըստ էության շարունակենք հավատալ այդ օդում կախված լուրերին։ Եթե չեն հերքում, կարող է արհամարում են, քանի որ իշխանությունը հակաեկեղեցական արշավ է անում ըստ իրենց, կարիք չկա այդ իսկ ինչ անենք այն մարդկանց հետ, որոնք այդ փաստերի մասին խոսում են։ Ինչպես կարող ենք արհամարել այդ մարդկանց։ Այսինքն չհավատանք այդ մարդկանց, մտածենք, որ բոլորը սուտ են խոսում։ Չէ, ուղղակի ընդունենք, որ փաստերի կարիք ունենք, ոչ թե
խոսելու։ Հիմա իրենք կարող են իրենց ներսում տեսել եք այդ հարցազրույցը, որ Հայ Առաքելական եկեղեցու, եթե երևի նախ սպասավորը այդպիսի փաստերի մասին է խոսում։ Իսկ եթե նա ստի, ես չեմ մեղադրում, ուղղակի ես չկասկածի տակ յուրաքանչյուր բան կարող ենք սուտ որակել, յուրաքանչյուր միտք հնչած ակամայից կարող ենք սուտ որակել եւ մտածել, որ պետք չի դրա հետևից գնալ։ Իսկ եթե վերջում պարզվի սուտ է, ասեցիք թող դատի տան, եթե սուտ է, եթե պարզվի սուտ է, կստացվի վարչապետը սուտ տեղեկություններ հղում անում։ Ինչու՞ այսպես անջարդելի փաստեր չեն հրապարակվում։ Նայեք, հարցադրումներ են արվում, նորից եմ կրկնում, եկեղեցին ինստիտուտ է եւ եթե եկեղեցու այդ սպասավորները իսկապես հոգ են տանում եկեղեցու, ոչ թե սպասավորներ, այլ վերնախավը հոգ է տանում եկեղեցու հեղինակության մասին, պետք է ամեն ինչ անի, որպեսզի հերքի դրանք, բայց այդ հարցադրումները չեն հերքվում, որովհետև եւ ըստ էության, որովհետև դրանք փաստեր են։ Եթե սեռական մոլագար է, թող զոհերը խոսեն, ինչու որևէ մեկը չի խոսում, օրինակ։ Խոսում են։ Որովհետև զոհ չի ասել իմ ոտքերով ինչ որ մեկը գերվել էր եւ դա սեռական ոտքերով։ Հիմա մենք նաեւ ինչ որ բան ենք անում, մարդկանց վրա պատասխանատվության եւ բանի բեռ ենք դնում։ Ես նորից եմ ասում, որ այդ փաստերի մասին մենք այսպես չենք կարող հա մեզ սրբի տեղ դնել, մենք ապրում ենք մի հանրությունում, որտեղ ամեն ինչի մասին խոհանոցներում, բակերում մարդիկ իրար հետ խոսում են։ Բան չի, պարոն Խանդարյան, որ պետական գործիչը խոսում է խոհանոցի։ Պետական գործիչը չի խոսում, պետական գործիչը խոսում է Հայ Առաքելական եկեղեցու հետևորդը, ու ցավալիորեն այնպես է ստացվել, որ մեր երկրում այնպիսի այսպես բան է այնպիսի մի բան շղարշով է եկեղեցին պարուրված եղել, որ ընդունված չի եղել խոսել եւ ոչ միայն մեր երկրում, ընդհանրապես։ Ասածս են կնեք վարչապետի մակարդակին հարից չի խոհանոցային խոսակցությունների մեջ մտնել։ Խոսակցության մասին խոսքը չէ, վարչապետը որպես Հայ Առաքելական եկեղեցու հետևորդ, Նիկոլ Փաշինյանը որպես Հայ Առաքելական եկեղեցու հետևորդ հարց է բարձրացնում եւ այդ հարցը չի ներկայացնում, այլ եւ այդ հարցին պատասխան չի հնչում։ Ամիսներ շարունակ այդ հարցին պատասխան չի հնչում։ Սրանից են ասում արշավ է, պատասխանեք այդ հարցին։ Արշավ չկա, եկեղեցու պաշտպանության, եկեղեցին ավելի լավը դարձնելու արշավ է, այո, շատ պոզիտիվ արշավ է։ Ցանկություն է, նպատակադրում է, որ Հայ Առաքելական եկեղեցին իսկապես ծառայի իր հետևորդներին։ Եվ մենք եւ ես հույս ունեմ, որ դա տեղի կունենա, եւ առանց այս հանրային խոսակցության դա դժվար է լինի, եւ սա միակ մենք ասենց Հայաստանի վրա ենք կենտրոնացել։ Ես միշտ իմ բոլոր լրագրող գործընկերներին հորդորում եմ գնալ եւ նայել Օսկարակի Spotlight ֆիլմը։ Ես ենթադրում եմ դուք նայել եք Կաթոլիկ եկեղեցու Բոստոնում, կաթոլիկ եկեղեցու խնդիրների մասին եւ այդ խնդիրների մասին սկսել են խոսել լրագրողները։ Այսօր մեր լրագրողները գնում են անում, նամակներ են գրում տարբեր միջազգային կառույցների, որպեսզի իրենց ենթադրության պաշտպանեն եկեղեցին։ 2013 թվականին գազի պայմանագրի դեմ ես չէի գնացել յուրաքանչյուր լրագրող ազատ է գնացել միջազգային կազմակերպությունների եւ բաների մոտ, դեսպանությունների մոտ ակցիանում, ես Հայաստանի իշխանությունը զավթած մարդկանց դիմաց եթե խնդիր չունեք օրենքի հետ, ինչ անհանգստանալու բան է, ում ուզում է թող դիմեն։ Թող դիմեն, իհարկե, թող դիմեն, դա բանը պատասխանը վերաբերմունքով է արտահայտվում եւ այդ ցանկը շատ խոսուն էր։ Այս ռոբա սերժական բանին լավ, եկեք հանգիստ թողնենք լրագրողներին հաշվի առնելով, որ դուք էլ լրագրող եք, միգուցե նրանց ինչ որ միտեղ բարևել եք։ Ես ազգային ժողովի պատգամավոր եմ։ Էիք ասում եմ, չեմ ասում էիք, ասում եմ դուք էլ լրագրող եք եւ մի քիչ այսպես միգուցե կարիքա ավելի առանձնահատուկ մոտեցում ցուցաբերել լրագրողներին։ Լավ, KGB-ի agent։ Մեր երկրում փաստորեն կա բարձրաստիճան հոգեվորական KGB-ի agent։ Սա ձեր իշխանության օրոք, պարոն Խանդանյան, ես ոչ որևէ մեկին չեմ պաշտպանելու, ոչ ձեր ասած սեռական մոլագարին, ոչ էլ KGB-ի agent-ի։ Ես ուղղակի հարց եմ տալու։ Մենք ապրում ենք մի երկրում, որտեղ այսպիսի մարդիկ կան եւ չկա արդարադատություն։ Սա էլ է նրանց բաց թողումը։ Մի քիչ տրամաբանական կապերել ագենտների տեղը ոնց որ բանտում է, չէ՞, եթե ունեք անհերքելի փաստեր, որ ագենտ են, ինչ որ հանգամանքներ կան, որոնք ժամանակի ընթացքում են Երևան գալիս կամ
ժամանակի ընթացքում հնարավոր լինում դրանց մասին խոսել եւ գուցե եւ լինեն որոշակի իրավական գործընթացներ, ես չեմ բացառում, բայց ես կմնամ իմ պատասխանի այսքան սահմանափակ բանում, սահմաններում։ Իրավական գործընթացներ, բայց այստեղ նաեւ խոսում ենք մենք բանի գործելակերպի մասին, այդ KGB-ի agent ասվածը հոմենակ բան չի, այսինքն թղթաբանությունը չի։ Դա նաև որոշակի խառնվածք է եւ բան է, որով այդ մարդիկ միշտ մտածում են, որ պետքա որը պետության դեմ գործ են։ Հաստատ խառնվածքի մասն էր խոսքը, ոչ թե խառնվածքի, այլ գործելավոճի մասին էր խոսքը։ Որը անբռնելի է, այսինքն Չէ, հնարավոր է նաև բռնելի է։ Ստեղծում ապացուցելու թե ինչու իրավական ես չգիտեմ կան իրավական process-ներ կլինեն process-ներ թե ոչ, ես դրա համար պատասխանատու չեմ եւ չեմ կարող դա կանխորոշել եւ շատ սխալ կլինի որ քաղաքական գործիչները կանխորոշեն իրավական process-ները, բայց նաև չեմ բացառում որ լինեն։ Դուք չեք ընդունի որ այս մեկնաբանությունով փորձում եք փակել այն չկատարված խոստումների խորշերը, որ 18-ից ի վեր եղել։ Օրինակ խորշեր ինչ չկատարված։ Դե օրինակ վեթինգ անցումային արդարադատություն, եթե դրանք տեղի ունենան, ձեր խոստացած, իշխանության ես չեմ ասում լյուստրացիա, որը չեք խոստացել իրոք, բայց շատերը խոստովանում ենք, բայց նաև որ դատաիրավական համակարգի բարեփոխումները, որոնք միշտ ընթացել են այս 7 տարիներին, այն արդյունքը չեն տվել, որը ակնկալում էին Հայաստանի քաղաքացիները։ Եւ երեք, եթե հետեւել եք իմ հարցը եւ վարչապետի պատասխանը, արդյունապատասխանի ժամանակ հենց դրա մասին էր եւ այդ օրգանական կապի բացակայության մասին էր քաղաքացու եւ դատական իշխանության եւ իսկապես մենք արել ենք ինստիտուցիոնալ բարեփոխումներ, որոնք ինչ որ արդյունքներ տվել են, բայց այնուամենայնիվ մենք ակնհայտորեն տեսնում ենք, որ Հայաստանի քաղաքացիները դժգոհ են դատաիրավական համակարգից, արդարադատության արագությունից, որակից եւ ես կարծում եմ եւ լուծումը ինչպես երեք խոսեցինք, եւ ես էլ եմ այդպեսի համոզմունք ունեմ, որ նոր սահմանադրության մեջ են։ Լյուստրացիայի հարցը քաղաքական որոշման հարց է ու այնպես չի որ այն երկրներում որտեղ իրականացվել են լյուստրացիան դա այդպես բան է տվել, այդ հանրային համերաշխության բանը ապահովել է, դա նաև հոգեբանական, սոցիալ հոգեբանական process-ով պետք է հասկանալ մեր նման փոքր երկրում արդյոք դա արդյունավետ բան է իրականացնելու համար թե ոչ։ Եվ կնեք, բայց եթե process-ները ինստիտուցիոնալ մակարդակում գնահատական չեն ստանում, այլ ստանում են այն մակարդակում, երբ որ կա բարձրաստիճան հոգեբաններ եւ քաղաքացիական իշխանություն, լարվածություն, այդ մակարդակում երբ որ հնչում են այս մեկնաբանությունները, գիտեք ինչի տպավորություն կարող է ստեղծել շատերի մոտ, ուղղակի վրեժի, սա վրեժ է, մեկին մոլագառության մեջ եք մեղադրում, մեկին, այսպես ասենք, KGB-ի ագենտ լինելու, բայց եթե դուք օրինակ տեսեք, եթե դուք օրենսդրական մակարդակում օրինակ ընդունած լինեիք, արխիվներ բացած լինեիք, ագենտուրայից ցած, չգիտեմ, հրապարակած լինեիք, ձեզ որևէ մեկը չէր ասի, դուք վրեժ եք լուծում։ Լյուստրացիան մի process է եւ հատկապես հետխորհրդային երկրում դա հնարավոր է մի process լինի, որը չբերի իսկապես հանրային համերաշխության, այլ բերի ճիշտ հակառակին, որովհետև ինչը։ Սա այսօրվա վիճակը համերաշխության մթնոլորտ է։ Մենք մեր ժողովրդի հետ շատ համերաշխ ենք այլ։ Իսկ նրանք ձեր ժողովուրդը չեն։ Նրանք պետքա բան լինեն, պատասխանատվություն կրեն, իրենց պատասխանատվություն իրենց օրինակ ազատելով վեհարանը, ես չեմ ասում քրեական պատասխանատվություն պիտի կրեն։ Այդ պետք է անեն գործողություններ, որոնք բխում են հայ առաքելական եկեղեցու հետևորդների։ Այսինքն կիսատ-պռատ գործողություններ անելու մեղադրանքին չեք պատասխանի։ Հա չունեք պատասխան։ Ինչ կիսատ-պռատ։ Դա ասացի, օրինակ ինստիտուցիոնալ այդպիսի process։ Ես էլ նորից ասեմ, դուք լյուստրացիայի մասին եք խոսում կամ որևէ ինստիտուցիոնալ process-ի մասին, որը ես կարծում եմ, ես համոզմունք ունեմ, որ Հայաստանում լյուստրացիան կձախողվեր, եթե իշխանությունները որոշեին լյուստրացիան։ Ինչու՞։ Հիմա շատերը կմեղադրեն ինձ նաև քաղաքասարակությունից այս մտքի համար, որովհետև ասում եմ, Հայաստանը շատ փոքր երկիր է, Հայաստանում մարդիկ անձնական, ընտանեկան կապերով շատ փոխկապակցված են, եւ խորհրդային միության տարիներին եւ ես նաև վստահ չեմ, որ այդ Հայաստանում պահպանված կան այդ
Դրա մասին իսկապես անկեղծորեն որևէ տեղեկատվություն չունեմ եւ երբևէ չեմ հետաքրքրվել եւ որ միայն Հայաստանում արկա ռեսուրսներով հնարավոր էր այդ process-ը հաջողությամբ պսակել։ Դե քան որ այդպիսի process չկա, KGB-ի ագենտ լինելու մեղադրանքը հնչում է ինչպես վրեժխնդրության փորձ։ Եվ նաեւ բանի այդ KGB-ի ագենտ լինելու այդ պատկերավոր խոսքը դա չի վերաբերվում միայն խորհրդային տարիներին, հասկանում եք։ Առավել եւս։ Եվ եթե եթե այդ պատկերավոր խոսքից անդին կան նաև փաստեր, ես հուսով եմ մեր իրավապահ համակարգը կզբաղվի դրանով եւ համապատասխան եզրահանգումներ կան։ Վարչապետի Հովնանավանք գնալը, որ մարդիկ նույնացնում են սադրանքի հետ, որ կարող է վարչապետի գնալը բախում։ Այդ բանն է, էլի, շատ տարօրինակ նախադասություն է։ Մարդու բան եկեղեցի այնել պատարակի գնալը նույնացնում են սադրանքի հետ։ Ես կարծում եմ վարչապետը միայն այս կիրակի չէ որ գնում է պատարակի, ես ենթադրում եմ պարբերաբար է գնում պատարակի կամ գնացել զբաղվածությունից ելնելով եւ որևէ մարդ որ գնում է պատարակի անկախ իր զբաղեցրած պաշտոնից դա չի կարող եթե ես գնամ պատարակի հաստատ դա որ մեկը չի ասի Ռոբերտը սադրում է բայց եթե ես լինեմ եւ վարչապետն էլ եթե գնա պատարակի եւ գնալու է պատարակի դա սադրանք չէ ինչի համար է կիրակի օրվա այցը դուք լինելու եք այնտեղ հետո ես չեմ լինելու այնտեղ որովհետեւ չէի պլանավորել որ կիրակի պիտի գնամ պատարակի իսկ ինչ եմ արել մարդիկ գնում պատարակի աջակցելու Տեր Արամին նաև աջակցելու Տեր Արամին իսկ այս պատմությունը ո՞նց է ավարտվելու Կտրիչ Նարսիսյանը ազատելու է Վեհարանը ինչու եք այդպես համոզված ասում որովհետև բոլոր բաները process-ները տանում են դրան իսկ եթե չազատի կազատի իսկ եթե չազատի դե հիմա այս երկխոսությունը այսպես չենք շարունակի ստիպված լինելու ազատել Վեհար տեսեք էլի նույն Վարդան Ղուկասյանի առաջադրված այդ մեղադրանքը ես երբեք կասկածի տակ չեմ դնի եւ չեմ ասի որ դա ԱԲ-ով է արված արհեստական բանականությամբ բայց նրա կալանավորումը հաջորդեց վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը որ այդ անձին հանրային եւ քաղաքական կյանքից պետք է դուրս շպրտել եւ կալանավորվեց այսինքն կալանավորման է դուրս շպրտվում ճիշտ հասկացա ոչ որովհետեւ այս հերթականությունը ոնց է բացատրում տրավմաբանության բանն է շատ զվարճալի է իրականում որովհետեւ տպավորությունը որ զվարճալի փաստեր են հնչեցնում որոնք կյանքից են տպավորությունը որ վարչապետ Նիկոլ Փաշինյան ազգային ժողովի ամբիոնից ինչ որ միտք է արտահայտել որով սադրել է Վարդան Ղուկասյանին գնալ եւ կաշառք պահանջել 4 միլիոն դրամի կաշառք պահանջել ինչ որ ապօրինի շինարարության կամ իրավապահներն օգտագործվել են դուրս շպրտելու համար սա ես նույնիսկ շատ հետաքրքիր կլինի այդ ժամանակագրությունը բարձել թե այդ բանը հա ձայնագրությունը վարչապետի ասացի ինչ բանով է արել էլի որովհետև շատ տարօրինակ մեկնաբանություն իսկ ինչու ավելի վաղ տվյալ անձը չէր կալանավորում չէ որ գործեր կան քրեական, չգիտեմ, տարբեր նրան առաջ այդ process-ները քննություն են պահանջում։ Մեր քննչական մարմինը, այս դեպքում հակակոռուպցիոն կոմիտեն, քննչական գործողություններ է իրականացրել եւ բավարար փաստեր ձեռք բերելուց հետո միայն որոշել է ձերբակալել։ Թե վարչապետի դուրս կշպրտեն արտահայտությունը դեռ չէր հնչել, այդ պատճառով չկար կալանավորում։ Իսկապես ներողություն եմ խնդրում, ես գիտեմ որ դուք այդ մտքի կրողը չեք, բայց դա անհեթեթություն է։ Ես պարտադիր չի որ բոլոր մտքերի կրողը լինեմ, որ հնչեցնում եմ ընդդիմությունն էլ նույն բանն է ինձ ասում պարոն Խանդանյան։ Ես հասկանում եմ որ այսպես շատ անհարմար են երբեմն հարցեր հնչում, բայց զուգահեռ դիպությունը ինչպես է բացատրում։ Չէ, անհարմար չեն, բայց նորից եմ կրկնում, այդ մարդը բանի կաշառք պահանջելու մեջ է մեղադրվում, հասկանում եք, եւ դրա վերաբերյալ կա փաստ որը գնալու է դատարանում քննվի եւ չի կարող քաղաքական խոսքը մարդուն սադրել որ մարդը գնա կաշառք պահանջի բայց քնչական մարմիններն ասել է դուրս կշպրտեն քնչական մարմիններն էլ գործում են այդ ըստ փաստերի եւ իրենց ձեռքի տակ չէ վարչապետի հայտարարությունը ԱԺ-ամբիոնից որ հայտարարություն որ դուրս կշպրտեն հանրային քաղաքական կյանքից տվյալ անձին հա դա քաղաքական հայտարարություն է բայց բանը հիմա մենք մեր հանրային քաղաքական կյանքում մարդիկ ունենք որոնց կալանավորումը
չի խանգարում զբաղվել հանրային քաղաքական կյանքով։ Հանրային քաղաքական կյանքը եւ մարդու բանը, իրավական կարգավիճակը միշտ չէ, որ իրար բացառող են, այսինքն հնարավոր է լինել ազատության մեջ եւ չզբաղվել հանրային քաղաքական կյանքով եւ հնարավոր է լինել անազատության մեջ եւ զբաղվել հանրային քաղաքական կյանքով։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, երբ որ անազատության մեջ էր, նա շարունակում էր զբաղվել հանրային քաղաքական կյանքով։ Մի հարց է, տեսեք, պրոբլեմատիկ չի, երբ որ տարբեր քրեական գործեր, հարություններ, ձերբակալություններ, կալանավորումներ ուղեկցվում են վարչապետի հրապարակային ստատուսներով եւ հայտարարություններով։ Եվ դա նույն այդ Սամվել Կարապետյանի թեման հիշում եք, չէ՞, երբ որ պետության համը կմնա բերանում այդ այսինչ եւ նրան ԱԱԾ-ն մտնում է, խոզարկում է եւ այլն։ Մարդիկ տպավորություն է ստանում, որ սա վրեժխնդրություն է, ասած եւ արեց։ Մինչդեռ քրեական, այսպես ասենք, պատմությունները կամ մեղադրանքները, իրավական մեղադրանքները պետք է կախված չլինեն վարչապետի խոսքից, այլ փաստերից, պարոն Խանոյան։ Այդ մարդիկ ըստ էության ոչ թե քաղաքական պայքար են, այդ մարդիկ պատերազմ են հայտարարել Հայաստանի Հանրապետությանը եւ Հայաստանի Հանրապետության վարչապետը պաշտպանում է Հայաստանի Հանրապետությանը։ Այդ բանը իսկ զուգահեռ քրեական գործերը ստերիլությունը, զուգահեռ քրեական գործերը զուգահեռ ընթանում են եւ այդտեղ իրավական գործընթացներ են տեղի ունենում եւ ես վստահ եմ, որ որևէ քաղաքական գործիչ, ոչ վարչապետը, ոչ որևէ падգամավոր կամ նախարար չեն գնում եւ այդ քրեական գործում մեջ բանը գրիչով ուղումներ անում, էլի։ Դա անում են համապատասխան քննչական մարմինները։ Տեսեք, ես էլի ասեմ, չեմ հերքում մեղադրանքների փաստահենությունը, որովհետեւ ես քննիչ չեմ, դատախազ չեմ եւ ծանոթ չեմ։ Ասածս այն է, բայց այդ մեղադրանքները հարուցվում են այն ժամանակ, երբ որ դուք խնդիր եք ունենում քաղաքական անձանց հետ։ Երբ որ հնչում են քաղաքական հայտարարություններ եւ հատկապես քաղաքական հայտարարություններ, այդ քաղաքական հայտարարությունները այդ մարդիկ որ անում են, դա իրենք փորձում են իրենց դրանով պաշտպանել իրենց գործած հանցանքներից, որովհետև հետո այսպիսի հարցադրումներ են առաջ գալու, որովհետև այդ մարդիկ գիտեն իրենք ինչեր են արել եւ քաղաքական հայտ են ներկայացնում, որպեսզի այդ քաղբանտարկյալի բանի անունը բանանեն։ Հիմա ում ձերբակալում են, բանա ազատություն քաղբանտարկյալին։ Այ վարչապետի մեկնաբանություններով են ուղեկցվում, միգուցե պատճառը նաեւ դա է։ Միայն վարչապետի չի, նաեւ ԿՊ խմբակցության տարբեր падգամավորներ, այսինքն քաղաքական եւ քրեական process-ները միահյուսվում են։ Մեդիա դաշտում, պարոն Խանձանյան, մենք տեսնում ենք ձերբակալություններ, կալանավորումներ եւ այլն, զուգահեռ նաեւ քաղաքական մեկնաբանություններ։ Որովհետեւ այդ մարդիկ զուգահեռ քաղաքական հայտ են ներկայացնում եւ պարզվում է մի բան, որ այդ մարդիկ քաղաքական հայտ չեն ներկայացնում, իշխանություն գալու համար։ Քաղաքական հայտ են ներկայացնում Հայաստանի Հանրապետության դեմ, որտեղ ոչ միայն պետք է դու քաղաքական օպոնենտին պատասխանես ներքաղաքական կոնտեքստում, այլ պետք է պաշտպանես Հայաստանի Հանրապետությունը նման հիբրիդային հարձակումներից եւ ոչ միայն հիբրիդային հարձակումներից, նաեւ քաղաքական խոսքի միջոցով, նաեւ քաղաքացիներին մեսիջներ հղելով։ Իսկ այն քաղաքական ուժերը, որոնք ապօրինի, այսպես ֆինանսավորում են ստանում տարբեր պետություններից կամ, չգիտեմ, ուժերից եւ այլն, դրանց գործունեությունը արգելվելու է, այ եթե դուք իրապես ներկայացնեք փաստեր, սա կլինի, այսպես հիբրիդային պատերազմի դեմ իրական պայքար։ Բնականաբար եւ ես հույս ունեմ, որ հատկապես այս շրջափուլում, երբ որ մենք նաեւ շուտով նախապատրաստվելու ենք հերթական խորհրդարանական ընտրություններին եւ եթե այդ process-ներում նման բաներ տեղի ունենան, ես հույս ունեմ, որ ես հավատում եմ, որ մեր իրավապահ համակարգը օրենքի տառին եւ ոգուն համապատասխան հետևելու է այս process-ներին, բնականաբար կա օրենսդրություն, կա քաղաքական կուսակցությունների ֆինանսավորման վերաբերյալ կոնկրետ իրավակարգավորումներ եւ որևէ այս իրավակարգավորումներից դուրս գործողություն պետք է կոնկրետ իրավական հետևանքներ ունենա այդ մարդկանց եւ ուժերի համար։ Իսկ եթե չունենա, ես այդքան կարճ չեմ հարցս տա, վարչապետը ազգային ժողովի ամբիոնից ասում էր, բա այս մեր գանձերը ուր են, նկատի ունենալով խորհրդանական ընդդիմության եւ համատեքստը այն է, որ սրանք շատ հարմար ընդդիմություն են ձեզ, հա, այսինքն
թալանի եւ ընտրակեղծիքների մեջ մեղադրվող անձինք եւ դուք հեչ կարիք էլ չունեք Հայաստանի, ասենք ամենահեռավոր գյուղի բնակչին ապացուցելու, որ այս ձեր օպոնենտները թալանչիները եւ հանցագործներն են, սա իմ գնահատականը չի կրկին, որը մեկը չնեղանա, էլի, հա։ Եվ բայց մենք տեսնում ենք նրանց մոտ, ասենք քննարկումներ, ասենք 26-ի վերաբերյալ ընդդիմադիր այլ ուժեր խոսում են Գյումրիի սցենար իրագործելու մասին։ Տպավորություն է դուք թողել եք նրանք մնան ազատության մեջ, որ այսպես քաղաքական շոու կամ քաղաքական խաղ իրագործվի հարմար գանձերի հետ այսպես մրցակցություն, հա, որտեղ դուք պարզ է որ հաղթել եք, իսկ եթե այդ ձեր ասած գանձերը, որոնք օտարերկրյա գործակալն են կամ օտարերկրյա ֆինանսավորում են ստանում, գան իշխանության, պարոն Խանդանյան։ Ժողովրդավարական համակարգում ամենատարօրինակ մեղադրանքը իշխանությանը դա լավ ընդդիմություն չստեղծելն է։ Այսինքն ընդդիմությունը դա քիչ բաներից մեկն է, որը կառավարող ուժի հետ պիտի կապ չունենա։ Մենք ընդհանրապես պատասխանատվություն չունենք, թե ով կլինի մեր ընդդիմությունը։ Մեր ընդդիմությունը կլինի նա, ում ժողովուրդը համապատասխան քանակով ձայն կտա, որպեսզի նրանք կարողանան հայտնվել խորհրդարանում։ Այո, թե դուք ընտրակեղծիքներ ասենք խորհրդարանական ընտրությունների ընտրակեղծիքները, օրինակ ես գիտեմ, որ բազում գործեր կան, չգիտեմ այդ գործերը ուր են հասել, բայց նաև մենք գիտենք, թե ինչ որակի ընտրություններ են տեղի ունեցել Հայաստանում վերջին 7 տարիների ընթացքում, 6 տարիների ընթացքում խորհրդարանական եւ տեղական։ Եթե այդ ընտրակեղծարները լինեին ճաղերի հետևում, նրանք չեն լինի ձեր օպոնենտը եւ տեղ կբացվեր ավելի ժողովրդավարական ուժերի համար։ Դուք դա չեք անում, ասածս դա։ Ձեր փաստարկով մենք ելի վերադառնում ենք մեր դատաիրավական համակարգի խնդիրներին։ Չեմ ասում խամաջիկային ընդդիմություն ստեղծեք։ Հա, հասկանում եմ, վերադառնում ենք ելի դատաիրավական համակարգ եւ այո, կա այդ ակնկալիքը եւ այդ միտքը, որ դուք արտահայտում եք, իրականում կա մեր քաղաքացիների մոտ, բայց մենք ունենք հիմա այն ինչ ունենք։ Մենք ունենք դատական process-ներ նաեւ այդ ընտրական հանցագործությունների վերաբերյալ, որովհետև նշեցի, այդ ինստիտուցիոնալ բարեփոխումները իրենց ավարտին չեն հասել եւ այո, շատ դանդաղ process է դատաիրավ եւ շատ ժողովրդավարական երկրներ եւս այդ խնդիրներով տառապում են, բայց ես կարծում եմ, որ մենք հնարավորություն կունենանք գտնել բանալին դատաիրավական խնդիրները բանալու, բայց ինչ վերաբերում է ընդդիմությանը, վերադառնալով մեր սիրելի ընդդիմությանը, հա հիմա այդպես է ստացվել, որ մեր ընդդիմությունը շատ թույլ է եւ չի կարողանում դուրս գալ այն խաղապարիներից, որի մեջ դա դրված է եւ ուժեղանալ եւ դրա հեղինակը դուք եք ստացել։ Ինչու։ Ասացի, եթե մարդիկ պատասխանատվության չեն ենթարկում, ես ոչ թե վրեժխնդրության մասն եմ խոսում, ասենք համակարգային ընտրակեղծիքներ, դա մի հանցագործություն է, որ Հայաստանում տեղի ունեցել եւ որևէ մեկ այդ թվում ընդդիմությունից որևէ չեն կարող հերքել, հա։ Եթե ընտրակեղծարները պատասխան տալու փոխարեն դառնում են քաղաքական օպոնենտներ, հարցից շարունակություն սա, բա որ այդ մարդիկ ժողովրդավարական մեխանիզմները օգտագործելով վերցնեն իշխանություն։ Ինչ է լինելու այս երկրի հետ։ 2021 թվականին հունիսին Հայաստանում տեղի ունեցել խորհրդարանական Ես 26-ի մասն եմ խոսում, մոռացանք 21-ը։ Հա, բայց հիմա մենք ունենք ընդդիմություն, որը ունենք 2021 թվականի ընտրությունների արդյունքով խորհրդարանում այս պատկերը ձևավորվել եւ մենք ունենք այսպիսի խորհրդարանական ընտրություն։ Դա Հայաստանի Հանրապետության քաղաքացիների կամքն է։ Նրանց մեծամասնությունը որոշել է, որ մենք պիտի շարունակենք Հայաստանի կառավարումը եւ փոքրամասնությունը որոշել է, թե ովքեր պիտի լինեն ընդդիմություն կամ իրենց պատկերությամբ ովքեր պիտի լինեն իշխանություն, բայց դարձել են ընդդիմություն։ Հիմա մենք ունենք այդ պատկերը եւ ես շատ երազել եմ 4 տարի շարունակ ես երազել եմ, որ մենք խորհրդարանում ունենանք քննարկումներ տարբեր ոլորտների համակարգային հարցերի շուրջ, բայց չի ստացվել այդ խոսակցությունը եւ քննարկումը, որովհետեւ մեր ընդդիմությունը չունի այդպիսի օրակարգ, իսկ իշխանության խնդիրն է համոզելու քաղաքացիներին եւ բոլորին, որ այն կառավարության ծրագիրը եւ դրանից բխող գործողությունները եւ միջոցառումները արդյունավետ են եւ կարեւոր են եւ մենք դա հաջողությամբ արել ենք եւ դրա գնահատականը կտրվի 2026 թվականին։ Ահա։ Սա իշխանության կողմից շանտաժ չի քաղաքացիներ, որ եթե սիրելի քաղաքացիներ
չեք ուզում, որ ձեզ 20, 25, 30, չգիտեմ, քանի տարի կամ դարա շրջան, այսպես ասենք, կեղեքած ռեժիմը վերադառնա, ընտրեք մեզ, այսինքն դուք նրանց թույլ եք տալիս մնալ ջրի վրա եւ մարդկանց շանտաժ եք անում։ Մենք կարող է շատ վատնենք կամ վատնենք, չգիտեմ, պատերազմ ենք պարտվել, զոհեր, տարածքային կորուստներ եւ այլն, բայց որպեսզի ձեր վաղվա կյանքը չլինի ավելի դաժան։ Մենք չենք ասում քաղաքացիներին։ Մենք քաղաքացիներին ասում ենք, ընտրեք մեզ։ Ընտրեք մեզ։ Ահա, ընտրեք մեզ։ Քաղաքացիներին եւ դա շատ տրամաբանական է, որովհետեւ մենք ասում, չէ, մենք ասում ենք մենք արել ենք սա, մենք զարգացրել ենք Հայաստանը, մենք բազում բարեփոխումներ ենք կատարել, մենք Հայաստանում եւ տարածաշրջանում հաստատել ենք խաղաղություն, ամենագլխավոր մանդատը, որը 21 թվականին մեր քաղաքացին մեզ տվել էր, եւ ասում ենք այս բաների համար ծիրիր քաղաքացիներ ընտրեք մեզ, որ պետությունը չկործանվի, որ Ռուսաստանը իր ագենտուրային չբերի Հայաստանում իշխանության։ Քաղաքացիները այդ որոշումը կկայացնեն։ Բայց դուք իմ հարցը չեք լսում, է։ Ես լսում եմ ձեր հարցը։ Ընտրեք մեզ, որ պետությունը չկործանվի, ասենք չգան այնպիսի ուժեր, որոնք մեզ միութենական պետություն չեն մտցնելու։ Շատ հետաքրքիր։ Հա, որովհետև քաղաքական ուժերը, որոնք այսօր դաշտում կան, դուք անընդհատ այդ ընտրական հանցագործությունների մասին եք խոսում, բայց դա անհատներին է վերաբերում, հասկանում եք, քաղաքական ուժերին է վերաբերում։ Հա, քաղաքական ուժերը չեն դատվում։ Քաղաքական ուժը քրեական պատասխանատվության չի ենթարկվում։ Քաղաքական ուժը հա հիմա այդ նույն բաներով հայական դա ինչ որ ամորֆ մարմին չի կամ այն մյուսները այդ նույն գաղափարներով այլ մարդիկ կարող են այլ մարդիկ կարող են բան լինել, քաղաքականությամբ զբաղվել, այդ քաղաքական ուժերում ներգրավել։ Հիմա մենք դաշնակցությունում օրինակ տեսնում ենք շատ երիտասարդ քաղաքական գործիչներ, որոնք այն ընտրական ցիկլերում, որոնք դուք ասում եք, հնարավորություններ չունեին ընտրական հանցագործություններ կատարելու։ Դուք ձեր միտքն այն է, որ պետքա մենք երևի արգելենք այդ քաղաքական ուժերին հանրային քաղաքական կյանքով զբաղվել։ Այն ուժերը, որոնք ապացուցել են, որ իրենք լինելով իշխանության թույլ չեն տալիս, որ մարդիկ կամ արտահայտությամբ ձևավորեն քաղաքական իշխանություն, դրանց պետք է գնահատական տրվի, չգիտեմ, հետո արգելել, թե դա արդեն ուրիշ է։ 2018 թվականին այդ մարդկանց գնահատականը ժողովուրդը իրավական գնահատական, պարոն Խանդանյան։ Իրավական գնահատականներ քաղաքական գնահատականի դաշտ տանել ընտրությունների կոնտեքստում, որ ասեք, այ եթե չեք ուզում ձեզ կեղեքող մարդիկ գան իշխանության, ընտրեք մեզ, դուք բոնուս հավաքեք այդտեղից։ Այ եթե չեք ուզում հարստահարվեք, ընտրեք մեզ։ Հանուն այս բաների։ Եվ այո, հանուն պետության շարունակականության եւ հավերժականության։ Ես հասկացա ինչ է։ Որովհետև քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը ամուր կանգնած Հայաստանի ինքնիշխան եւ ապացուցել է բազմաթիվ դրվագներով, որ ամուր կանգնած Հայաստանի ինքնիշխանության պահպանման այս շատ փոթորկող աշխարհակաղակական միջավայրում ամուր կանգնած ինքնիշխանության պաշտպանության հիմքերում եւ դրա համար քաղաքացիներից հայցում ենք ձայն։ Եվ ընդդիմությունը ասում է նրանք եթե ունենային փաստեր, որ մենք ընտրակեղծ արենք, չգիտեմ, մարտի 1-ին գնդակարել ենք, չգիտեմ, բանան, շատ վաղուց Փաշինյանը մեզնից վրեժ լուծեց։ Այդ գործերը ախր կան, այդ գործերը եւ նորից վերադառնալով դատաիրավական բարեփոխումներին, որը շատ կարեւոր է, որպեսզի դուք բավարարված լինեք ձեր սիրելի ընտրակեղծարարների պատժներով։ Սիրելի ընտրակեղծարարները ձեր սիրելիներն են, որ չեք պատժում, պարոն Խանդանյան։ Ձեր գազերը, չէ՞, վարչապետը դա։ Քաղաքական կուսակցությունը պատժելու գործառույթ չունի։ Հա, չէ, 7 տարի երևի ես եմ եղել Հայաստանի վարչապետը կամ, չգիտեմ, իրավապանը ղեկավարը։ Շնորհակալություն, պարոն Խանդանյան։ Factor TV-ում հյուրընկալել ենք Սարգիս Խանդանյանին։